Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում մի աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը։ Ակոպովնան ինչպես միշտ ես համար նախապատրաստել է բացառիկ երաժշտական թողարկումն եմ շատ սպասված հյուրեր, որոնք ընդամենը 1-2 օր է վերադարձել են հայրենիք եւ բնականաբար պետք է լինեին ինձ մոտ տաղավարում կիսվեն հետաքրքիր նյութերով եւ թեմաներով։ Նրանց րոպեներ կներկայացնեմ, որովհետեւ այս պայն ըստ ֆորմատի պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում, լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ տեղեկացնեմ, որ տեսահոլովակի հերոսը արդեն ինձ մոտ տաղավարում է։ Ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Սիրո կամին հասել է ինձ, քեզ գտել եմ, իմը դու ես, քոնը ես համարել եմ, թե վերառած կամ հասնեմ քեզ, գիրկս առած վեր տանեմ քեզ, սիրտս առած որ հարվի ու սիրես ինձ պես, երան ինձ որ հենց դու ես իմ սիրտը մտել, երևի բախտի թելերն են մեզ իրար կապել, ես աշխարհը շուր կտամ, աշխարհին նորանում կտամ, Սիրեմ քեզ քանի կամ, իմ սիրով անիրական, ես աշխարհը շուր կտամ, աշխարհին նորանում կտամ, կսիրեմ քեզ քանի կամ, իմ սիրով Խորը վերքերը բաց դու բուժել ես, ինձ սիրել ես, ոչ ես քեզ հասկացրել ես, չեմ թողնի քո աչքերը թաց, սիրեցի քեզ մի օր հանկարծ, նոր հասկացա, որ քո տեղն էր իմ սրտում բաց, երան ինձ որ հենց դու ես իմ սիրտը մտել, երևի բախտի թելերն են մեզ իրար կապել, ես աշխարհը շուր կտամ, աշխարհին նորանում կտամ, կսիրեմ քեզ քանի կամ, իմ սիրով անիրական, ես աշխարհը շուր կտամ, աշխարհին նորանում կտամ, կսիրեմ քեզ քանի կամ, իմ սիրով անիրական,
Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ իմ ընկերներից առավել եւս սա ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են, ասում են մենք գիտենք, որ նա այստեղ է, իսկ դու գիտեք, որ նրանք երկուսով են այստեղ։ Այսպես ասեմ, մեծագույն սիրով իմ ընկերներին եմ հյուրընկալել Արսենին Կոստանյան եւ Գեգամ Սարգսյանին, ընկերներից բարի օր, բարի գալուստ։ Ողջույն ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ, շատ լավ։ Ես ոնց հասկացա, որ Ռուսաստանի Դաշնությունից գալիս հայրենիք իրեն շատ լավ ազգում։ Հիմա դուք եկել եք հանգստի, թե եկել եք փող աշխատեք, ճիշտն ասած։ Եկել ենք շատ լավ զգալու մեզ։ Արսիկ, դու ինչ կա։ Ծննդավայրն է, բնականաբար մենք շատ լավ ենք զգում։ Հա։ Ու գործնականն էլ գործնական։ Իսկ լինում է, որ գալիս եք հանգստի, բայց տղաներին զանգում ասում եք, տղերք գալիս ենք էլ այդ նրանց համար, ովքեր որ նաև ձեզ հետ համագործակցում աշխատում են, դով ինչու ոչ, կարող է գաք հաջորդ օր գնաք գործի։ Հանգիստը փող աշխատելու հետ ինձ թվում ամատեղել ամենահաճելի երևույթն է։ Մի աման չեք, նորմալ երևույթ է։ Ճիշտ ասած, տենց էլ լինում է։ Տենց էլ լինում է, այո։ Որովհետև մենք ուղղակի գնում ենք ինչ-որ թեկուս շրջան, ընկերներին տեսնելու, ասում ենք մեկ օր մնալու ենք, եթե գործ լինի, մենք էստեղ ենք։ Այդ նենց է, որ նորմալ է վաստակելը։ Փարքասու ընկերներ ունենք։ Այո։ Հանձինս Գարսիմիտոյանը մեր շատ մոտ ընկերն է, որի հետ շատ մոտ ենք ու ունենց լինում է, որ շատ հաճախ էլ միասին աշխատում ենք։ Այդ լավ է։ Օգտվելով առիթից ուզում եմ ասեմ ընկերների մենք էլ ձեզ ենք շատ սիրում։ Ահա որ շատ։ Ես ուզեցի հասկանալ, թեմա կա, դուք միասին համագործակցում եք, որտեվ ընկերներ կան, ասում են, ինչ է, ուղղակի ուզում են գանք եթեր միասին, բայց տղաներ էլ ունեմ ձեր ընկերներից, ասում են, մենք միասին գործ ենք արել։ Ուզում ենք դա էլ եթերում աշխատի։ Ձեզ մոտ եւ ընկերություն է եւ աշխատանք։ Ուրեմն ասեմ, տարիներ առաջ Գեգամիս հետ մենք ճիշտ է երգի ասպարեզում ենք ծանոթացել, առիթի ժամանակ ու երգը, երաժշտությունը մեզ կապելով արդեն մարդկայինով, ընկերությունով, մենք արդեն տարիներ 10 տարուց 15 տարուց ավել երևի ընկերություն ենք անում ու շփումը նենց էր, որ մոտիկացանք, որոշեցինք, որ մի օր էլ դուետ անենք իրար հետ։ Երգը առաջին ընկերների մասին երգեցինք։ Լավ։ Հետո եղբայրների մասին ու տենց շարունակական։ Լավ ընկերա Գեգամս, շատ ուրախ եմ։ Մենք էլ ընկերասեր ենք, բոլորը շատ սիրում հարգում ենք։ Նաև այս ասպարեզում, թե ասպարեզից դուրս առիթից օգտվելով ուզում եմ ողջունեմ։ Ում չենք տեսել Երևանում, դեռ արժևում է այստեղին։ Դա մեզ հանրապետությունն է դիտում, այնպես որ ձեր գրեթե բոլոր ընկերները վստահ եմ հենց հիմա կիմանան այստեղ են, որովհետև վերջերս մի հաճելի բամբասանք իմ ու ձեր ընկերներից մեկ անունը չտամ եթերում ասեց ձին ես ում ուզում եմ հասկանամ երբ ա եկել, ով ա եկել, այդ օրը եթերը եթե չեմ ասում, անպայման կրկնությունը պետք է նայեմ, բռնվում են, երբ որ իմանում են այստեղ են թե չէ, բայց ես հասկացա, որ դուք մի քիչ երկար եք մնալու, հա, տենց որոշում կա Գեգամ։ Չգիտեմ, գնալու եմ թե չէ կամ եթե գնալու եմ, երբ եմ գնալու։ Շատ լավ է, այն որ ասացիք, որ ինչ համար է գալիս ենք առաջինը հաճույք ենք ստանում, երկրորդն էլ միանշանակ համոզված եմ, որ վաղ թե ուշ մի քիչ երևի այդ խոսքը արդեն հանացել է, բայց ցանկալի խոսք է։ Հա, ցանկալի խոսք է, բայց հաստատ համոզված եմ, որ շատ շուտով վերջնականապես գալու ենք Հայաստան։ Ինչ հաճելի է։ Արստուել ես այդ մտքին։ մտքին։ Ամեն ինչ իր ժամանակն ունի, ես էլ երկար տարիներ Մոսկվայում եմ ապրում, ճիշտ է, տարվա մեջ շատ հաճախակի եմ լինում հայրենիքում, բայց երևի եկել է արդեն պահը, որ ձգում է քեզ։ Այդ ռեստորանային համալի տնօրենները, որ հենց հիմա մեզ դիտում են, այն որ ասում են ձին ինչ նորություն կա, երկու նորություն ենք բերել ձեզ։ Փաստորեն դա նշանակում է, որ ինչու ոչ հիմա բավականին լավ ակտուալ տարբերակով գոնե սկսել են աշխատել բենդերը։ Մի պահ մեր մոտ բավականին ծարավ էր եւ սով։ Երաժիշտ տղաները իսկապես աշխատանք չունեն, որովհետեւ մի DJ-ով մենք հանդիսավարներս տարապում ենք։ Հիմա պաշտում եմ, որովհետև լինում է սկիզբը մի այլ ոճի բենդ է աշխատում, քեզ հետո այլ բենդ է աշխատում, հետո երգիչները փոփոխվում են ու բենդի հետ են, որ ասում եմ ժամերով երգում են։ Այդ ամենահաճելի երևույթն է, ինձ թվում է արդեն եթե դուք Գարսիի հետ ընկերություն եք, Mito and Project-ն էլ իր ուրույն տեղն ունի արդեն մեր ասպարեզում, այնտեղ իմ աղջիկները երգում որպես մեներգչուհի դեպ, եւ ես գիտեմ այդ թեմաները։ Ես վստահ եմ, որ հենց հիմա նաև շատ երաժիշտներ
այս թեման պետք է, որ ասում եմ, ականջի տակով չանցկացնեք, տղերքը մնալու են ոնց նայում ենք։ Ես արդեն երկար տարիներ է մեր Գարսիանը, որ մի քիչ շատ ենք շոշափում, իրոք ինքը արժանի է, մեր ընկերն է, թե երաժշտական ասպարեզում, թե մենք ընտանիքներով ենք շփվում։ Իրոք երկար տարիներ մենք անձամբ ես օրկեստրի հետ շատ եմ աշխատել։ Հա։ Հիմա էլ ամեն ինչ արժևում է, այնց որ մեծ սիրով։ Շատ լավ։ Իսկ եթե մի պա բենդերը դնում են կողք, ձեզ նման երգիչները եւ աշխատում են եւ վաստակում են եւ ստեղծագործում են։ Կիսա թեմաներ կա, որ հայրենիքում սկսել եք ու ավարտին կտակ թեկուս անհատ։ Ես ունեմ կիսա թեմա, բայց դե հայրենիքում չի սկսված այդ երգը, Բայց հայրենիքում ավարտվի գոնե։ 100% հայրենիքում ավարտվելու է, այսա տեսա հոլովակը շատ շուտով նկարելու ենք, ընկերության մասին էլի երգա։ Ես նույնպես երկու երգ ունեմ, որը հայրենիքում պիտի նկարեմ, որից մեկը հենց Բարով արի, տենց է կոչվում։ Հա։ Իմ երգերի հիմնական մասը ես եմ գրում, Հա։ թե երաժշտություն, թե բառերը, հենց այդ երգը նույնպես երգել եմ, արդեն պատրաստ է, տեսահոլովակի կեսը նկարել ենք, կեսն էլ պիտի վերջացնենք մոտակա օրերը։ Մի խոսքով մեծ ծրագրեր ունենք, ճիշտ է, առայժմ դեռ Ռուսաստանում էլ ենք ապրում, չլինի թե այդպես վերջնական չենք եկել, բայց միշտ էլ կապը կա, փառք Աստծո։ Այսօր երաժշտին լսարանը որտեղ էլ լինի, եթե կան չկա, Բայց դե կոմֆորտը, որ հայրենիքում այդ փաստա։ Ես որ ճիշտն ասեմ, կոմֆորտը ինձ համար բեմը դե բնական է, դու կապ չունի։ Մեկ է, ես հայերեն եմ երգում, իմ լսարանը հայերն են, բայց երբ որ քեզ սիրում են այդ միջավայրում, ես տարբեր երկրներում եղել եմ, եթե ես զգում եմ ինձ սիրում են, ինձ ճանաչում են, ես արդեն համարյա կարելի ասել իմ հայրենիքում եմ։ Իմ ընկերներից շատերն ասում էին, «Ձին, գիտես, մի տեսակ կարոտած վիճակա դրսում, բայց ջիգարը միշտ ներսում է»։ Այսինքն ուզում են հասկացնեն քեզ, որ մենք երբ որ հայրենիքում ենք լինում, այդ կարոտն ու ջիգարը միանգամից զգում ենք։ Իսկ երբ որ արտերկրում ենք լինում, ուղղակի ոնց հասկանում ենք, նաև շատերը հայկական երաժշտության կարոտ են, այս դեպքում ոչ թե ես երգեմ կամ Պողոս, ուղղակի հայկական երաժշտություն։ Ռուսաստանում ինչպես է։ Նրանք այդ ջիգարը պահել են, թե այնտեղ այնքան շատ եք հայերով արդեն չենք հասկանում ջիգար կա թե կարոտ։ Ճիշտ ասած, եթե ես այդ հարցին անդրադառնամ ու պատասխանեմ, Հա։ ասեմ, որ հենց Ռուսաստանում ամեն ինչ բավականին շատ է։ Հա։ Թե հայերն ենք շատ այնտեղ, չգիտեմ, ցավոք սրտի, թե լավա որ տենց է, չեմ կարող այդ հարցին պատասխանեմ, բայց կա այնինչ կա։ Համ շատ ենք, համ երաժշտությունն է շատ, համ ուրախությունն է շատ, նույնպես հայկական եկեղեցիներ, դպրոցներ, Դե հա, պարզ է։ դասավանդություններ, լիվ բոլա մեր մոտ։ Ես չգիտեմ, հայկական դպրոց բացել է արտ երկրում, այդ լավա թե վատ։ Բացում ես, խոսքի արդեն դու հայկական դասավանդում ես, չէ, սովորում ես հայերեն, կարդալ, գրել, արտասանել, երգել ու եկեղեցի ունես, մշակույթ կա հայերեն ու կարծես թե կարիքն էլ չկա հետ գնալու Հայաստան, չգիտեմ, լավա թե վատ։ Այդ մի խոսք ունի, փրկություն է իմ կարծիքով։ Ուրիշ տեքստ չկա, որովհետև իմ կարծիքով հենց օտար երկրներում հայկական կրթական համալիրներ բացելը ամենացանկալի երևույթն է, որովհետև որ ասում դուք մեծացել եք, բա ձեր երեխեքը։ Իսկ ես սիրում եմ, երբ որ օրինակ ինձ մոտ Ռուսաստանի թեկուզ դաշնությունից հյուրակալ է, այն էլ երեխա ու խոսում է հայերեն, ոչ թե վատ ակցենտով ռուսերեն, մի տեսակ եմ ասում մարդու սիրտը հովանում է։ Ինչի պետք է Ամերիկայում են որ գիտեք, բավականին լուրջ տարբերակով անգլերեն են երեխեքը սովորում դպրոցում, հա, բայց ինչի եք Ռուսաստանում դուք այնքան ռուսերեն խոսում, որ երեխեն չի կարողանում այլևս խոսալ հայերեն ու ամանչում է իր հայերենից։ Առաջ տենց էր, ճիշտ ասած։ Հիմա դուք ուզում եք ինձ համոզեք, որ հիմա տենց չի։ Հիմա շատ ավելի ու շատ տես չի։ Հա, լավ, ընտանիքներ կա, փաստորեն որ պահում են։ 100% ավելին ասեմ, գրեթե բոլորը պահում են։ Դե օրինակ իմ ընտանիքը ես չեմ ուզում առանձնացնեմ, շատ կան, բայց իմ երեխեքը ծնվել են Մոսկվայում, բայց հայկական դպրոց են գնացել։ Ճիշտ է, ռուսականը բնականը գնացել են, բայց հայկական դպրոց գրում են, կարդում են։ Իմ տղես շուտով 18 տարեկան է, ճիշտ է, նշեմ նաև, որ ինքը Աշոխջիվանի դպրոցում է սովորել Մոսկվայում, Սիրանուշ Գալստյանի մոտ,
բայց ինքը եւ հայերեն երգում, հայերեն կարդում, հայերեն գրում։ Մեր տան մեջ մենք հայերեն խոսում ենք, ճիշտ է։ Ադատներն էլ պահում եք։ Իհարկե։ Հիանալի է։ Ես ձեր թույլտվությամբ այն որ խոսում ենք նաև ձեր դուետի մասին, ես ուզում եմ խոսք ընտատենոց մը քաղցրով եւ միջև հիմա Մակոպովնան ջուրեր ծեծում ուզում էր հայրենիք վերադարձնել ընկերներին, ձեր թույլտվությամբ ուզում եմ տեսահոլովակը որպես պրեմիեր արդեն մեր ծրագրի շրջանակում ներկայացնենք, վերադառնանք տաղավար եւ ամփոփենք։ Թույլ կտակ։ Այնպես որ ընկերություն ավելի մոտ նստեք, ձայնը բարձրացրեք, երկու լավ ընկերներ հատուկ ձեզ համար լավ գործ են բերել։ Կյանքում ընկերը դու ես ընտրում, ընկերը մնալն է դժվար կյանքում, մանկությունից միշտ կողքիս ես, լավ ընկերոջ ցավը տանեմ ես։ Կյանքում ընկերը դու ես ընտրում, ընկերը մնալն է դժվար կյանքում, մանկությունից միշտ կողքիս ես, լավ ընկերոջ ցավը տանեմ ես։ Ջանլիս հասդ գինի, խմենք են ասլավ ընկերների։ Դե ընկեր ջանլիս հասդ գինի, ընկերության գենացան լինի։ Չարն ու բարի, ճիշտ ընկերն է հավատարիմ, նեղուլ են օրերիս լավ ընկեր, համընկեր ես համ էլ լավ աղբեր։ Կյանքում կա չարն ու բարի, ճիշտ ընկերն է հավատարիմ, նեղուլ այն օրերիս լավ ընկեր, համընկեր ես համ էլ լավ աղբեր։ Հասած գինին, խմենք են ասլավ ընկերներին։ Դե ընկեր ջանլիս հասած գինի, ընկերության կենացը լինի։ Հասդ գինի, խմենք են ասլավ ընկերների։ Դե ընկեր ջանլիս հասած գինին, ընկերության գենացան լինի։ Դե ընկեր ջանլիս հասած գինին, խմենք են ասլավ ընկերների։ Դե ընկեր ջանլիս հասած գինի, ընկերության կենացը լինի։
Ես վստահ եմ, որ հենց հիմա ովքեր նոր են մեզ միացել, ասում են, տեսնես Սարսեն ու Գեղամն են, Ձինայի հյուրը, դե փաստորեն այդպես ու եթե տեսահոլովակը այն էլ առաջին անգամ մենք ցուցադրեցինք, ինչը մեր ֆորմատին շատ մոտ է։ Ես ես խոստամ, որ այս տեսահոլովակը բազմիցս կարող եք վայելել մեր ծրագրի շրջանակում, ինձ նրանք ինձ մոտ տաղավարում են եւ ամփոփման համար եւս մի քանի հարց ու ես վստահ եմ, որ ասում եմ, որ եկել են իմ օջախ։ Ոնց կարող են դատարկաձեռն լինեն, հա, ինձ մոտ այդպեսին է, ով գալիս է ասում եմ, ձին ես պատրաստ եմ երգել, վստահ եմ դուք երկուստ էլ ունեք պատրաստած երգի, որովհետև հենց հիմա շատ հոբելյարներ են էլի ձեզ հետևում, թեկուզ հայրենակիցներ այդ ավարտի ընթացքում մեկ հարց էլ ես ուզում եմ արստամ հետո նաև Գեղամին անցնել, որովհետև ուզում եմ այս հարցից հետո անմիջապես անցնենք կատարմանը։ Դեռ շատ տարիներ առաջ, որ Հակոբովնանը օրը ցերեկով ձինը այդ նախագիծն էր վարում, Արզու այդ ժամանակ նկարում էր տեսահոլովակ, քեզ օգնում էր Նորայրը Ստեփանյան, ճիշտ եմ, չէ՞։ Ճիշտ է։ Այդ տեսահոլովակից հետո տեսահոլովակներ շատ եղան հայրենիքում նկարած։ Ես ուզում հասկանամ, հայրենիքում շարունակություն տվել է տեսահոլովակը, դու դրանից հետո ինձ մոտ տաղավարներում չես եղել։ Դուք շատ ճիշտ եք, մենք 17 թվին ենք հանդիպել, Ստեփանյան Նորայրը երգը որ գրել էի, հայ եմ հայես, հայ ենք մենք, ուր էլ լինենք, մի խոսքով որոշեցինք նկարել Երևանում, Հայաստանում։ Ու ստացվեց, որ մենք մի օրում տարբեր տեղեր նկարեցինք։ Շրջաններ եք, չէ՞, եթե չեմ։ Շրջաններ գնացինք։ Կենտրոնում էլ եղաք։ Ու Փառք Աստծո ամեն ինչ նորմալ ստացվեց։ Երգից հետո ճիշտը որ ասեմ, ես Երևանում չեմ նկարվել, դրանից հետո բան չեմ նկարվել, ճիշտ է, տեսահոլովակներ եղել են, տարբեր տեղեր նկարվել են, բայց որ ինքնից ոնց որ հայկական հոգի կար երգի մեջ ու Աստծո կամոք ստացվեց, ես Հայաստանում նկարվեցի։ Բայց հիմա չեմ ասում սխալ, բայց կուղենք այդ սխալները, որպեսզի մենք շատ երգեր նկարվենք մեր հայրենիքում։ Դե մենք կարող ենք հասկանալ արդ, որովհետև մի քիչ դժվար է, որ ասում ուրիշ տեղ ապրել, բայց ուրիշ տեղ նկարել։ Մեկ անգամ, երկու անգամ օքեյ, բայց ես հիմա շատ ընկերներից լսել եմ, որ ասում են Հայաստանում ավելի թանկ է, քան Ամերիկայում։ Այդ երեկվա եթերից էլ կարող եմ ասել, էլի, ես չգիտեմ այդ գնացուցակը ինչի հաշվին է, բայց հիմա որ տեսահոլովակներ կարելի է չնկարել, ուղղակի միտեղ կանգնել լավ տեսարանով, ֆոյեով եւ երգ աշխատացնել, այդ ավելի հաճելի է։ Ես սա որպես հեռուստադիտող լսարան եմ ասում ձեզ, որտեվ այդ տեսարաններով մի տեսակ արդեն հոգնել ենք։ Մինա ուղղակի ժամանակները փոխվել են մի քիչ, զարգացել է շատ բաներ։ Եվ նաև շատացել արս, ինչը որ շատանում է, պետք է մի բանը փոփոխել։ Գտել եմ, հավանել եմ, հավանելու ասել եմ, հենց երազից տեսած աղջիկը դու ես դու։ Գտել եմ, հավանել եմ, հավանելու ասել եմ, չէ դա պատահական չէ, մեկ է դու ես դու։ Հավատում եմ իմ սրտին ու իմ սիրուն, հավատա աշխարհի չափ քեզ շատ եմ սիրում, Էլով ունի քո աչքերի նման սիրուն, Չունի աշխարհը քեզ պես քեզ շատ եմ սիրում, Էլով քո նման ունի սիրուն ժպիտ է բարի, Քեզ հետել եմ աշխարհի իման նման անթերի, Էլով քո նման ունի սիրուն ժպիտ է բարի, Քեզ հետել եմ աշխարհի իման նման անթերի։ Պահնայիր աչքերիս, շատ ես դուր ես գալիս, Իմ երջանիկ օրերիս լույսը դու ես դու, Անուզայնդ լսելիս, ինձ երանի եմ տալիս, Իմ ներկան ու ապագան մեկ է դու ես դու, Հավատում եմ իմ սրտին ու իմ սիրուն, Հավատա
աշխարհի չափ քեզ շատ եմ սիրում Էլով ունի քո աչքերի նման սիրում Չունի աշխարհը քեզ պես քեզ շատ եմ սիրում Էլով քո նման ունի սիրուն ժպիտը բարի Քեզ հետ եմ աշխարհի իման նման անթերի Էլով քո նման ունի սիրուն ժպիտը բարի Քեզ հետ եմ աշխարհի իման նման անթերի Էլով քո նման ունի սիրուն ժպիտը բարի Քեզ հետ եմ աշխարհի իմ աննման անթերի Էլով քո նման ունի սիրուն ժպիտը բարի Քեզ հետ եմ աշխարհի իմ աննման անթերի Էլով քո նման ունի սիրուն ժպիտը բարի Քեզ հետ եմ աշխարհի իմ աննման անթերի Էլով քո նման ունի սիրուն ժպիտը բարի Քեզ հետ եմ աշխարհի իման նման անթերի Մի հարց էլի, ես գիտեմ, որ իմ ընկերները մանավանդ որ դրսից գալիս են, պարտադիր ուզում են մի հատ լավ դուետ ունենան։ Բացի այն, որ դուք միասին համագործակցում եք, օրինակ ինձ ինչի ա թվում, որ Գեղամը ուզում է մի բան ասի, բայց տենց կիսատաթողում կա, այստեղ ինչ որ մեկը, որ մի պահ կարած դավաճանես Արսենին, ուրիշի հետ երգես։ Արսենի հետ էլ ունենք երկու դուետ, էլի Գարսի հետ էլ ունեմ Սիս մասիս երգը։ Իհարկե միշտ մտածում ես Գեղեցիկ սերի հետ կարելի է որ դուք ասում եք, մի բան պետք է փոփոխես։ Հա։ Միշտ դրա մասին մտածում ես, կամա թե ակամա մտածում ես, որ կարող է սենց անենք ավելի գեղեցիկ ստացվի։ Իհարկե լինելու է, բայց հələ պրոյեկտը չկա։ Բայց անպայման է լինելու։ Դե դուք հիմա Հայաստանում եք, աչքի տակով նոր սերնդին էլ կարող եք հետևել, որովհետև լավ սերունդ եկել է։ Շատ։ Հա, ճիշտ է, հների ցավը տանեմ ես, որոնք որակն են պահում եւ մակարդակը, նոր սերնդի մեջ էլ կա, ճիշտ է, կարող ենք մաղել, բայց լավերը կան, որոնք իսկապես եւ արտիստիկ են, եւ ձեզ էլ է հաճելի ինչու ոչ նոր սերնդի հետ աշխատելը։ Նոր ժամանակը թելադրում է, որպեսզի իրանք ավելի լավ լինեն։ Վերջացավ, այդ արդեն փաստ է։ Իսկ ավարտին ես ուզում եմ կոպիտ ասած որպես ընկեր ասել, որ իմ կյանքում ոչինչ չի փոխվել, ես նույն էգոիստ անեմ, որ եթե լինում են առաջին ինձ մոտ տաղավարում է լինում։ Հուսում եմ, որ դուք նոր տեսահոլովակներ եւ կատարումներ ունեք, առաջին Ակոպովնայի մոտ եք անելու պրեմիերան։ Եվ ասեմ, որ մենք շատ շուտով նոր եթերաշրջանի ընթացքում ունենալու ենք նաեւ եւս մեկ ֆորմատով նախագիծ։ Ակոպովնան որոշել է այստեղ աշխատել նաեւ կենթանի հնչողության բենդի հետ եւ հյուրընկալել մի երգչի, ով պետք է բենդի հետ մի սեթ եթերում ներկայացնել։ Հույսով եմ պատրաստ կլինեք երկուսդ էլ իմ հրավերը ընդունելու համար։ Մեծ սիրով։ Վերջացավ, իսկ այսքանից հետո էլ շնորհակալ եմ ընկերներիս, որ ինձ մոտ տաղավարում են եւ նրանց, ովքեր որ հետեւում էին Ակոպովնային, վստահ եմ շատ հարցերի պատասխաններ ստացաք, դուք մոտ նստեք, ձայնը բարձրացրեք, որովհետեւ լավագույնների կատարումները դեռ առջևում են։ Անցնում են կյանքից ջահել օրերը Մեծանում ենք մենք էլ օրորի Բայց երբ կան կողքիդ քո ծնողները Ուզում ես օրը դառնա տարի Վայելեք դուք ամեն մի վարկյանը Նրանց հետ քանի կան ձեր կողքի Թող լույսը միշտ վառ մնա ձեր տանը Ու չպակասի ոչ մի հոգի Կգան ու կգնան տարիները Չեմ մոռանա ես ոչ մի անգամ Մեր են հին քաղցր ու լավ հուշերը Ձեր ցավը տանեմ մամ ջան, պապ ջան Կգան ու կգնան տարիները
Դելացրեք գինով լի բաշակները Խմենք ծնողի կենացնարը շար Մանկության քաղցր ու լավորերի Պատճառն եք եղել մամջան, պապջան Ու շնորհիվ տված ձեր խրատների Մարդ մնացինք մենք հանդավաճան Ախ երանի ձեր իմաստությանը Որ հարթել է մեր կյանքի ճամփան Ու չափ չկա իմ երջանկությանը Ծնողներս կողքիս են ու կան Կգան ու կգնան տարիները Չեմ մոռանա ես ոչ մի անգամ Մեր են հին քաղցր ու լավ հուշերը Ձեր ցավը տանեմ մամջան, պապջան Կգան ու կգնան տարիները Չեմ մոռանա ես ոչ մի անգամ Դելացրեք գինով լի բաշակները Խմենք ծնողի կենացնարը շար Կգան ու կգնան տարիները Չեմ մոռանա ես ոչ մի անգամ Մեր են հին քաղցր ու լավ հուշերը Ձեր ցավը տանեմ մամջան, պապջան Կգան ու կգնան տարիները Չեմ մոռանա ես ոչ մի անգամ Դելացրեք գինով լի բաշակները Խմենք Ծնողի կենացնար ժար հետ խաղ չեն անում Կամ սիրում են կամ էլ չէ Մի խոսքից հասկանում Կամ ապրած ասել են չէ Քեզ տեսել եմ իմ կյանքում Ու ես էլ քեզ եմ սիրում Քեզ ասել եմ իմ գրքում Պատմություն եմ ես սիրում Քեզ ասել եմ իմ գրքում Պատմություն եմ ես սիրում Սերս կատանքի չտաս Սերս կնանքի չտաս Դու կյանքիս անմար երաս Ինձանից ես անպակաս Սերս կատանքի չտաս Սերս կնանքի չտաս Դու կյանքիս անմար երաս Ինձանից ես անպակաս Մտքերը դուր են տանում Սիրո աշխարհը գուցե Մի խոսքից հասկանում Սերը որքան է լույս է Երազանքիր իմ կյանքում Որ ինձ անև է բերում Քեզ ասել եմ իմ գրքում Պատմություն եմ ես սիրում Քեզ ասել եմ իմ գրքում Պատմություն եմ ես սիրում Սերս կատակի չտաս Սերս կրակին չտաս Դու կյանքիս անմար գերաս Ինձանից ես անպակաս Սերս կատակին չտաս Սերս կրակին չտաս Դու կյանքիս անմար գերաս Ինձանից ես անպակաս
ինձանից ես անպակաս Սերս կատակ ինչ չդաս Սերս կրակ ինչ չդաս Դու կյանքիս անմար գերաս Ինձանից ես անպակաս Սերս կատակ ինչ չդաս Սերս կրակ ինչ չդաս Դու կյանքիս անմար գերաս Ինձանից ես անպակաս Սերս կատակ ինչ չդաս Սերս կրակ ինչ չդաս Դու կյանքիս անմար գերաս Ինձանից ես անպակաս